Ողջույն հարգելի հեռուստադիտողներ, իմ հյուրը այսօր մշակութաբան Արմինե Տիգրանյանն է, խոսելու ենք արցախահայության բռնի տեղահանության եւ մշակութային ժառանգության ոչնչացման մասին։ Տիկին Տիգրանյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ 2020 թվականից հետո, պատերազմի ելքից հետո Ադրբեջանը բավականին ագրեսիվ կերպով սկսեց Արցախի մշակութային ժառանգության ոչնչացման քաղաքականություն վարել, արդյոք միջազգային իրավունքը դա գնահատում է որպես մշակութային ցեղասպանություն։ Այո, պետք է նշել ցավոք, որ 2020 թվականից ի վեր Ադրբեջանի համար Արցախի տարածքի հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացումը պատերազմի ընդգծված ռազմավարություն է։ Եվ սա ոչ միայն հուշարձաններին հասցված ծանր հարված է, այլև հայ ժողովրդին բարոյալքելու եւ հոգեբանական ծանր հարված հասցնելու քաղաքականություն։ Միջազգային իրավունքի տեսանկյունից բնականաբար ցանկացած հուշարձանի ոչնչացում արգելված է, այս մասին ահազանգում են թե Հագայի եւ թե Ժնևի կոնվենցիաները, ինչպես նաեւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ընդունված թե համաշխարհային մշակութային ժառանգության, թե ոչ նյութական մշակութային ժառանգության կոնվենցիաները, այս մասին արգելքների դրույթներ ունի, թե նաեւ ՄԱԿ-ը իր ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման կոնվենցիայով, թե նաեւ հուշարձանների պահպանությունը իր պաշտպանության աղերսն է գտնում նաեւ մարդու իրավունքների միջազգային համակարգում։ Պետք է նշել, որ եթե մենք խոսում ենք առհասարակ հուշարձանների ոչնչացման մասին, ապա կոնվենցիաների եւ միջազգային փաստաթղթերի դրույթների գնահատականը հստակ է եւ պարզ։ Հուշարձանի ոչնչացումը հանցագործություն է, արգելված են թշնամանքի եւ վանդալիզմի գործողությունները։ Բայց ցավոք, երբ այս խնդիրը տեղայնացվում է Արցախի մշակութային ժառանգության պաշտպանությանը, ապա պետք է նշել, որ առանձին կազմակերպություններ, նաեւ միջազգային տարբեր դերակատարներ թեև անդրադարձել են խնդրին, բայց միջազգային հանրության արձագանքը կանխարգելման տեսանկյունից եւ դատապարտման տեսանկյունից միանշանակ չէ։ Կոնկրետ դեպքերի մասին խոսենք, հատկապես 20 թվականից հետո կոնկրետ դեպքեր նշենք, որոնք հստակ փաստագրված են անգամ միջազգային որոշ կազմակերպությունների կողմից, որ իսկապես ոչնչացվել են։ Պատերազմի 44 օրերի ընթացքում Ադրբեջանի կողմից մշտապես է թիրախավորվել Արցախի մշակութային ժառանգությունը, վառ ապացույցներ հենց հոկտեմբերի 8-ին Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու կրկնակի թիրախավորումը, որը պատերազմի օրենքների եւ սովորույթների կոպիտ խախտում է, խախտելով համաչափության, ռազմական անհրաժեշտության, նախազգուշության եւ համամասնության սկզբունքները։ Հագայի կոնվենցիայի երկրորդ արձանագրությունը հստակորեն մատնանշում է, որ այն քաղաքացիական ենթակառուցվածքները, որոնք ռազմական թիրախ չեն, պետք է պաշտպանված լինեն պատերազմական գործողությունների ընթացքում։ Բայց ինչպես մենք տեսանք, ոչ միայն պաշտպանված չէր մշակութային ժառանգությունը, այլև միջազգային հանրության կողմից Ղազանչեցոցի թիրախավորումը գնահատվեց նաև կրոնական ազատության, կրոնական իրավունքի եւ քրիստոնեության դեմ ուղղված հարված։ Այս կոնտեքստում նաև այս հարվածը հասցվեց ոչ միայն արցախահայությանը, այլև քրիստոնյա ողջ հանրույթին։ Հատկապես ընդգծելով, որ եկեղեցու թիրախավորումից հետո այն վերաձևակերպվեց, խեղաթյուրվեց, ջնջվեցին արձանագրությունները, Քրիստոսի պատկերաքանդակը եւ այսօր գմբեթը այլակերպված եւ այլափոխված է եւ բացի դա նաեւ խեղաթյուրված է եկեղեցու պատմությունը։ Սա մի դեպքն էր միայն, բայց մենք կարող ենք նշել, որ նաեւ Եվրոպական խորհրդարանը իր տարբեր բանաձևերի միջոցով, որոնցից մեկը ընդունվեց 22 թվականին, այնուհետև 23-ին, 24-ին եւ ընդհուպ վերջերս կրկին արձանագրվեց եւ փաստարկվեց Ադրբեջանի կողմից հատկապես Արցախի եկեղեցիների ոչնչացումը։ Դրանցից էին Մեխակավանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին, Մոխրենեսի Սուրբ Սարգիս եկեղեցին, Մայրամաձորի Սուրբ Մինասը, Տանձատապի եկեղեցին։ Հիմնահատակ ոչնչացվեց Շուշիի Կանաչ Ժամ Սուրբ Հովանես Մկրտիչ եկեղեցին, բայց պետք է նշել, որ ես թերևս իմ հետազոտություններում Կանաչ Ժամի ոչնչացումը ժառանգության խոշտանգում եմ համարում, որովհետև նախ Ադրբեջանը փորձեց կեղծել եկեղեցու պատմությունը,
պատմությունը, նշելով, որ այն հայ առաքելական եկեղեցուն չի պատկանում, այլ ուղղափառ է, այնուհետև եկեղեցուն կից Հովվատունը վերածեց սրճարանի, այնուհետև փորձեց այն աղվանական հռչակել եւ աղվանաուդիական համայնքի ներկայացուցիչները մի քանի անգամ փորձեցին ծիսակատարությունը պղծել եւ վերջում երբ պարզվեց, որ ոչ մի այլափոխման մեխանիզմի եկեղեցին չի կարող ենթարկվել, այն հիմնահատակ ավերվեց։ Այս խնդիրը արձանագրվեց թե Կովկասի մշակութային ժառանգության մշտադիտարկման, թե Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկման կազմակերպությունների կողմից, թե տեղ գտավ նաև միջազգային տարբեր բանաձևերում, տարբեր դերակատարների ելույթներում, մարդու իրավունքների պաշտպանությանը նվիրված բանաձևերում։ Բայց խնդիրն այն է, որ այս քաղաքականությունը շարունակվեց նաև ոչնչացվելով, դիտավորյալ ոչնչացվելով բազմաթիվ խաչքարեր, պատմական գերեզմանոցներ, եւ այստեղ խնդիրը կայանում է նրանում, որ դիցուկ խաչքարային մշակույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ընդունված է որպես համամարտկային ժառանգություն։ 2010 թվականից ի վեր խաչքարային ողջ մշակույթը ազգային կարևորությունից բարձր կարևորություն ունենալով համարվում է ողջ մարդկությանը պատկանող կարևոր մշակութային ժառանգություն։ Եվ թերևս ոչ թե առանձնացված են, որ մարդկության համար կարևոր նշանակություն ունի այս կամ այն խաչքարերը, այլ խաչքարային մշակույթն առհասարակ։ Բայց մենք ականատես եղանք մի իրողության, երբ պատերազմից անմիջապես հետո Առաքել գյուղի խաչքարը ծանր տեխնիկայի մասնակցությամբ ոչնչացվեց, գետնին տապալվեց։ Վերջերս Աղանուսի խաչքարերը ոչնչացվեցին, Մարտակերտում 44 օրյա նաև պատերազմի հերոսներին նվիրված խաչքարերը ոչնչացվեցին Շուշիի պատմական գերեզմանոցի խաչքարերը, որոնք թվագրվում էին 12-ից 14-րդ դարերով։ Սա փաստորեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից, որը ՄԱԿ-ի կողմից մշակութային ժառանգության պաշտպանության առաջնային մանդատ ունեցող կազմակերպությունն է, չարձանագրվեց, չխոսվեց եւ չդատապարտվեց։ Ցավոք սրտի միայն եկեղեցիներով եւ խաչքարերով չի սահմանափակվում ժառանգության ոչնչացումը, պետք է նշել, որ վերջերս հատկապես ակտիվացել են տարբեր ճանապարհաշինարարական աշխատանքներ, տարբեր նոր ենթակառուցվածքների կառուցման աշխատանքներ եւ հենց այս քողի տակ այն ընտրվում են հատուկ այն երթուղիները, որոնք մոտ են պատմական գերեզմանոցներին։ Դրանցից էր Սղնախի 18-րդ դարի գերեզմանոցը, Հադրութի գերեզմանոցը, Շուշիի 5 գերեզմանոցը, Ղազանչեցոցի գերեզմանոցը, որոնք հայկական պատմական ներկայության իրեղեն վկայություններն են։ Այս քաղաքականությանը զուգորդվում է նաև հայոց ցեղասպանությանը նվիրված հուշահամալիրների ոչնչացումը եւ ցավոք սրտի վերջերս մենք ականատես եղանք, որ Շուշիում հայոց ցեղասպանության ոչնչացման հուշահամալիրի նույն տեղում Ադրբեջանը կատարեց մզկիթի հիմնարկեք, երբ հայտարարվեց նոր ենթակառուցվածքի թանգարանի կառուցման մասին, որը 44 օրյա պատերազմում Ադրբեջանի գործողությունների փառաբանմանը պետք է նվիրված լինի։ Այսինքն սա նշանակում է, որ ժառանգության ոչնչացումը շատ հաճախ ոչ թե օգտագործվում է միայն պատմական հետքը ոչնչացնելու, հայկական պատմական հետքը ոչնչացնելու միտումով, այլև հոգեբանական սուր ցավ եւ տրավմայի ենթարկելու հայ հասարակությանը, որովհետեւ մի կողմից ջնջվում է հայոց ցեղասպանության հուշահամալիրը, ներառյալ իր հիշողությունը, եւ մյուս կողմից այն վերածվում է նույն տեղում կառուցվում է մզկիթ։ Նաեւ պետք է արձանագրենք, որ տեղի է ունենում պատմական լանդշաֆտի փոփոխություն եւ սա իրականացվում է մեծ թափով եւ մեծ ծավալներով եւ այսօր Արցախի այն տարածքներում, որտեղ երբեք իսլամական մշակութային կոթողներ, մզկիթներ չեն եղել, այսօր դրանք ակտիվորեն կառուցվում են։ Նույն Շուշիի բնապատմական լանդշաֆտը փոփոխվում է, երբ Շուշիի Սուրբ ամենափրկիչ Ղազանչեցոցը լինելով տարածքի ամենավեհ, ամենագեղեցիկ կառույցը, թեև այն ձևախեղված եւ ոչնչացված է, թիրախավորված է, նաև տարածքում կառուցվում է մի քանի անգամ Ղազանչեցոցի բարձրությունը գերազանցող նոր մզկիթ։ Տիկին Տիգրանյան, տեսեք, երբ փաստացի մենք հասանելիություն չունենք այդ տարածքներին, ցավոք, ինչպես եք դուք
կարողանում պայքարել ալբանիզացման ու դիացման գործընթացների դեմ Ադրբեջանից թելադրվող, նաև ինչպես է կարողանում փաստագրել կոնկրետ ոչնչացումներ, ինչ մեխանիզմներով։ Այո, դուք շատ ճիշտ նշեցիք, որ այսօր նաև կիրառվում է հայկական քրիստոնեական ամենանշանավոր եւ կարևոր կոթողների միջնադարյան եկեղեցիների աղվանացման քաղաքականություն, որը վտանգի եւ միջազգային արգելքների տեսանկյունից նույնքան վտանգավոր է, որքան ժառանգության ֆիզիկական ոչնչացումը։ Այս քաղաքականությունը տեղավորվում է ժառանգության յուրացման կոնտեքստում, երբ մենք գործ ունենք ոչ թե ժառանգության ֆիզիկական ոչնչացման կամ խեղաթյուրման հետ, այլև այն պատմության, որը դրվում է ժառանգության հիմքում եւ կազմում է ժառանգության իսկության ողջ ասպեկտը, այսօր կեղծվում է այն գիտելիքը, որը դրված է ժառանգության հիմքում։ Բայց սա ոչ միայն ժառանգությանը հասցված վնաս է, այլև շատ ծանր հարված սերունդների իրավունքներին, որովհետև ցանկացած սերունդ իրավունք ունի ճշմարտացի կերպով հաղորդակցվելի ժառանգությանը։ Եվ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ընդունված 1994 թվականի Նարայի փաստաթուղթը, որը Ճապոնիայում ընդունվեց, հստակորեն մատնանշում է, որ հակամարտություններում հայտնվելու դեպքում խիստ կարևոր է պահպանել ժառանգության հանդեպ լեգիտիմությունը, իսկությունը եւ այն ճշմարտացի գիտելիքը, որ դրվում է ժառանգության հիմքում։ Աղվանացման քաղաքականության թիրախում են այսօր Գանձասարը, 4-րդ դարով թվագրվող Ամարասը, Դադիվանքը, Ծակուրի Սուրբ Աստվածածին եկեղեցին, Հադրութի մի շարք եկեղեցիներ, Սուրբ Հարություն եկեղեցին, Տողի եկեղեցիները, այսինքն այն քրիստոնեական եկեղեցիները, որոնք մեծ պատմություն, հայկականության խորը հետք են պարունակում իրենց մեջ, չկարողանալով ոչնչացնել այդ եկեղեցիները, Ադրբեջանն ընդունել է շատ ավելի վտանգավոր քաղաքականություն, որով փորձում է հեռացնել այդ ժառանգության պատմությունը։ Դրա համար որպես քաղաքական զենք այսօր օգտագործվում է ուդիների էթնիկ հանրույթը, որոնք իրենց համարում են աղվանների հետնորդներ, պետք է նշել, որ թեև նրանք քրիստոնյաներ են, բայց դավանաբանական իրենց առանձնահատկություններով հանրույթ են եւ օգտագործելով այն հանգամանքը, որ այսօր Ադրբեջանի տարածքում ապրում են 2-ից 3000 ուդիներ, այս հանգամանքը օգտագործվում է հայկական միջնադարյան քրիստոնեական եկեղեցիները հայերից հեռացնելու եւ հայերից կտրելու համար։ Միջազգային մեխանիզմները այս կոնտեքստում աշխատում են թե ոչ։ Բազմիցս Եվրոպական խորհրդարանի բանաձևերում նշվել է, որ անգամ 2022 թվականի բանաձևում, որը նվիրված էր միայն հուշարձանների պահպանությանը, նշվեց, որ հուշարձանների հայկական քրիստոնեական եկեղեցիների աղվանացումը ադրբեջանական հորինվածք է եւ որ խնդրել են եւ հորդորել է Եվրոպական խորհրդարանի պատգամավորները ՅՈՒՆԵՍԿՕ-ին, որպիսի մանրակրկիտ ուսումնասիրի այս պատմությունը եւ որ աղվանացման խնդիրը որպես շահարկում չօգտագործվի կողմերից եւ ոչ մեկի կողմից։ Այո, կան այդ հորդորները, բայց մենք տեսնում ենք, որ միջազգային նաեւ մակարդակում թե Լեհաստանում կազմակերպվեց ցուցահանդես, որտեղ հայկական Դադիվանքը, Գանձասարը, Ամարասը ներկայացվեց որպես աղվանական ժառանգություն, թե նաեւ Վատիկանում կազմակերպվեց միջազգային գիտաժողով, որի թիրախը կրկին Դադիվանքներ, կրկին միջնադարյան եկեղեցիներն էին իրենց հազարավոր խաչքարերով, հազարավոր հայերեն արձանագրություններով։ Իսկ որևէ համեմատական կարող եք անցկացնել աշխարհի որևէ տարածքի հետ, որտեղ նման մասշտաբի մշակութային ցեղասպանություն է իրականացվել։ Պետք է ասեմ, որ երբ Բուդդայի արձանները ոչնչացվեցին եւ դրանք համարվում էին ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նմուշներ, այս քաղաքականությունը դատապարտվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից, ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը հանդես եկավ կոչով, անգամ այս խնդիրը բարձրաձայնելու համար հենց ընդունվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ժառանգության դիտավորյալ ոչնչացումը, կանխարգելող հռչակագիրը եւ այո մեծ արձագանք ստացավ։ Բայց նույնը չի կարելի ասել Արցախի ժառանգության ոչնչացման հետ կապված, երբ ՅՈՒՆԵՍԿՕ-ն միայն պատերազմի օրերի ընթացքում 10-րդ օրը արձագանքեց խնդրին, նշելով, որ մտահոգված է եւ որ ժառանգությունը չպետք է թիրախ դառնա, չպետք է օգտագործվի որպես պատերազմի ռազմավարություն եւ հետագայում արդեն մատնանշվեց, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարությունը
սպասում է Ադրբեջանի կողմից արձագանքի, որպեսզի կարողանա իր առաքելությունը իրականացնել։ Խնդիրը կայանում է նրանում, որ այս միջամտությունը ժառանգության ոչնչացման ոչ թե այս կամ այն միջազգային կազմակերպության բարի կամքի դրսևորում է, այլ սա միջազգային պարտավորություն է եւ սա հենց այն մանդատն է, որը տրված է ՅՈՒՆԵՍԿՕ-ին պաշտպանել աշխարհի մշակութային ժառանգությունը։ Եվ եթե մենք առանձնացնում ենք եւ դիտարկում ենք խնդիրը լոկ Արցախի տեսանկյունից, լոկ հայկական մշակութային ժառանգության տեսանկյունից, ապա ունենում ենք այլ պատկեր։ Բայց ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1972 թվականի կոնվենցիայում նշված է, որ ցանկացած ժողովրդի մշակութային ժառանգություն ունի հավասար կարևորություն աշխարհի համար եւ ցանկացած ժողովրդի մշակութային ժառանգություն իր ներդրումն ունի համաշխարհային մշակութային բազմազանության մեջ եւ ժառանգությանն ուղղված ցանկացած հարված խաթարում է մոլորակի մշակութային բազմազանությունը եւ հարված է մարդկությանը եւ խնդիրը կայանում է նրանում, որ մենք միջազգային հանրությունը պարտավոր է խնդիրը դիտարկել ոչ միայն առանձնացված հայկականության կոնտեքստում, այլ այն կոնտեքստում, որ հուշարձաններին հասցված հարվածը անհանդուրժողականության քարոզ է, բռնության քարոզ է եւ այն հարված է ողջ աշխարհին։ Այն հարված է նաև մարդու իրավունքներին, որովհետև այսօր թե ՅՈՒՆԵՍԿՕ-ն եւ թե ՄԱԿ-ը ընդունելով նաև ստանձնելով առանձին մանդատ, որը մշակույթի իրավունքի գծով հատուկ զեկուցողին է վերաբերում եւ նաև այն տարբեր զեկույցները, որոնք ամեն տարի հրապարակվում են, հստակորեն նշում են, որ հուշարձանների ոչնչացումը, յուրացումը, թիրախավորումը, մուտքի արգելումը մարդու իրավունքներին հասցված ծանր հարված է։ Եվ սա մարդու հիմնարար իրավունքն է։ Այսօր արցախահայերը զրկված են իրենց հիմնարար իրավունքներից, որը հենց մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 27-րդ հոդվածով, ՄԱԿ-ի 1966 թվականին ընդունված տնտեսական, սոցիալական եւ մշակութային իրավունքների դաշնագրի 15-րդ հոդվածի առաջին կետով համարվում է հիմնարար իրավունքների կոպիտ խախտում։ Ինչ է մշակույթի իրավունքը, այն սեփական ժառանգությանը հաղորդակցվելու, ճշմարիտ կերպով ճշմարիտ հիմքերով հաղորդակցվելու, սեփական համայնքի մշակութային ժառանգությանը պահպանությանը մասնակցելու, իրացմանը մասնակցելու ներդրում ունենալու հնարավորությունն է եւ որ ամենակարևորն է այդ ժառանգության տարածքներ մուտք ունենալու իրավունքն է եւ այսօր փաստորեն ոչ միայն արցախահայությունը զրկված է սեփական ժառանգության հետ հաղորդակցման իրավունքից, մուտք ունենալու իրավունքից, այլև այդ ամբողջ գիտելիքը սերունդներին փոխանցելու իրավունքից եւ մենք այստեղ գործ ունենք 3 համակարգերի խաթարման հետ, երբ անցյալի պատմական ժառանգությունը խեղաթյուրվում է, ներկայումս արցախահայերը իրենց կենթանի ժառանգության հետ հաղորդակցվելու խնդիրներ ունեն եւ որ ապագա սերունդը զրկվում է թե պատմական ժառանգության հետ եւ թե համայնքի ներկա կենսընթացի հետ հաղորդակցվելու եւ նոր արժեքներ ստեղծելու հնարավորությունից։ Եվ սա մարդու հիմնարար իրավունքների խախտում է, երբ ամբողջ աշխարհը ջատագով է մարդու իրավունքների հանդեպ հարգանքի, ռասայական խտրականության դեմ մեծածավալ աշխատանքներ են տարվում, ապա այսօր միջազգային դատարանի կողմից արդեն իսկ արձանագրված է, որ հուշարձանների ոչնչացումը արվել է ռասայական խտրականության ներքո։ Ինչպես գիտենք, 1965 թվականի ՄԱԿ-ի կոնվենցիան, որի խախտումները քննվում են Հագայի արդարադատության միջազգային դատարանում, 2 որոշում է կայացրել։ Մեկը հուշարձանների ոչնչացման հետ կապված, մեկը նաև վերադարձի իրավունքի հետ կապված։ 2 դեպքում էլ հստակ արձանագրում կա։ Այստեղ սա շատ կարևոր նախադեպային որոշում է, որով կարծես թե նույնիսկ Հագայի դատարանը շրջանցում է ՅՈՒՆԵՍԿՕ-ին, որովհետև առաջին անգամ հուշարձանների ոչնչացումը դիտարկվում է ռասայական խտրականության կոնտեքստում։ Ես ուզում եմ հատկապես մեզ լսողների ուշադրությունը հրավիրել այն փաստի շուրջ, որ մի խնդիր է, երբ հուշարձանի ոչնչացումը դիտարկվում է միայն ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոնվենցիայի շրջանակներում, եւ բոլորովին այլ խնդիր եւ շատ ավելի ընդգրկուն հանցագործություն է, երբ խնդիրը տեղավորվում է եւ դիտարկվում է ռասայական խտրականության կոնտեքստում, եւ դատարանը նշում է, թեև միջանկյալ միջոցների կիրառման որոշման մեջ, բայց արդեն իսկ կա արձանագրում, որ այն ոչնչացումները, այն
թիրախավորումը, որ արվել է ռասայական ատելության հիմքով։ Եվ սա շատ կարևոր մատնանշում է, որովհետև Հաագայի դատարանը նշում է, որ խնդիրը չի վերաբերում միայն հուշարձաններին, այլ ներառյալ հուշարձանները, բայց չսահմանափակվելով, կարևորելով նաև ոչ նյութական ժառանգությունը եւ մարդու իրավունքների ողջ համակարգը։ Շատ կարևոր է նաև արձանագրել, որ Հաագայի արդարադատության միջազգային դատարանը նաև կայացրեց որոշում վերադարձի իրավունքի հետ կապված, նաև համատեքստային մատնանշումներ անելով, ինչու՞ չէ նաև պատմական ժառանգությանը հաղորդակցվելու իրավունքին։ Այսօր մենք ունենք խնդիր, երբ համայնքի կենսագործունեությունը ժառանգության վերստեղծումը հնարավոր է միայն բնապատմական լանդշաֆտի եւ համայնքի հետ փոխգործակցության միջավայրում, բայց բռնի տեղահանությունը լինելով նաեւ շարունակվող պատերազմի ձև եւ ռազմավարություն, պատերազմի եւ շարունակվող արհավիրքների մեջ է պահում Արցախահայությանը։ Ես հենց բռնի տեղահանության մասին ուզում խոսեինք, որքանով է դա առնչվում մշակութային ցեղասպանությանը։ Արդյոք դրանք խաչվում են եւ որևէ տեղ Ադրբեջանին հստակ եւ հասցեական մեղադրանք ներկայացնելու հիմք տալիս են մեզ։ Այո, աշխարհում կան միջազգային դատական տարբեր նախադեպեր, երբ բռնի տեղահանությունը զուգակցվելով պատերազմական հանցանքների, էթնիկ զտումների եւ հուշարձանների ոչնչացման հետ համարվել է մարդկության դեմ ծանր հանցագործություն։ Նախ միջազգային փորձագետները բռնի տեղահանությունը շարունակվող պատերազմի ձև եւ ռազմավարություն են համարում։ Նաեւ այն կոնտեքստում, որ երբեմն այս խնդիրները գերազանցում են պատերազմի արհավիրքները։ Այն, որ շատ պատերազմների նպատակը, ինչպես նաև 2020 թվականի եւ 20-23 թվականի բռնությունների եւ պատերազմի արդյունքները ցույց տվեցին, լոկ տարածքային նվաճումները չէին, այլև էթնիկ զտումները, տարածքի էթնիկ կազմի փոփոխությունը, հոգեբանական տրավմայի ենթարկելը, հանրույթին խոշտանգելը, կրոնական ազատությանը դիպչելը, պատմական ժառանգությանը դիպչելը, սա արդեն փաստարկված ճշմարտություն է։ Եվ երբ շատ հաճախ մատնանշվում է, որ արցախահայերին բռնությամբ չեն տեղահանել եւ սա նրանց կամավոր որոշումն է եղել, ապա միջազգային դատարանները տալիս են այս հարցի հստակ պատասխանը։ Հռոմի քրեական դատարանը նշում է, որ բռնի տեղահանությունը սեփական կամքին հակառակ սովորութային բնակության վայրից բնակչության արտաքսումն է։ Բայց պետք է նշել, որ բռնությունը այստեղ լայնորեն է մեկնաբանվում եւ բռնություն ասելով, թե միջազգային քրեական դատարանը, թե Հարավսավիայի միջազգային քրեական տրիբունալը, թե Ռուանդայի քրեական դատարանը այն մեկնաբանում են ոչ թե եւ ոչ ուղիղ ֆիզիկական ուժի գործադրման տեսանկյունից, այլ անգամ ուժի կիրառման սպառնալիքը, անգամ հոգեբանական ճնշման վախի մթնոլորտ ստեղծելը, քաղաքացիական բնակավայրերի թիրախավորումը, խաղաղ բնակչությանն ուղղված հարվածները եւ ժառանգության թիրախավորումը կարող են հոգեբանական տրավմայի ենթարկել եւ ստիպել բնակչությանը հեռանալ։ Այսպիսով հեռանալու որոշումը հավասարեցնելով բռնի տեղահանության։ Ինչու է տեղահանությունը բռնի, որովհետեւ միջազգային դատարանները նշում են, որ երբ անձը զրկվում է իր ազատ ընտրության հնարավորությունից եւ ունի մեկ որոշում լքել տարածքը մավան սպառնալիքից ելնելով, վախից, հուսալքությունից, ռասայական խտրականության ենթարկվելու սպառնալիքից ելնելով լքել տարածքը, ապա այս ամբողջական համատեքստը հենց բռնության հիմք է եւ հետեւաբար տեղահանությունը այս կոնտեքստում համարվում է բռնի։ Այսինքն բռնի համարելու համար պարտադիր չէ ունենալ անգամ գրավոր կամ բանավոր հրամանի առկայություն եւ թեև սովորութային 129-րդ B կանոնը, նաև միջազգային քրեական դատարանը մատնանշում են, որ արգելքները վերաբերում են, այսինքն բռնի տեղահանության արգելքները վերաբերում են հրամանի արգելքին, բայց այստեղ նույնպես հրամանը չի կարելի մեկնաբանել ուղիղ եւ բառացի իմաստով։ Տեղահանության հրաման են համարվում
քաղաքացիական բնակավայրերի թիրախավորումը, տեղահանության հրաման է ռասայական ատելության քարոզը, տեղահանության հրաման է հուշարձանների ոչնչացումը, տեղահանության հրաման է պատերազմական հանցանքները։ Այսինքն, երբ մենք փորձում ենք դիտարկել խնդիրը եւ տեղայնացնել արցախահայության կոնտեքստում, ապա կարող ենք վստահաբար նշել, որ տեղահանության հրաման են հանդիսացել այն բոլոր համակցված հանցագործությունները, վախի մթնոլորտը, հուսալքությունը, բռնությունների շարունակական գործադրումը, որտեղ սեփական ընտրություն չունենալով Արցախահայությունը լքել է իր պատմական հայրենիքը։ Փաստացի դա հենց Ադրբեջանի հիմնական կարմիր թելով անցնող այդ թեզն է, որ մենք նրանց բռնի չենք տեղահանել, նրանք ինքնակամ են դուրս եկել, բայց երբ որ տանդ գլխին արգ է ընկնում, բնականաբար սա արդեն հրաման է, սա արդեն բռնի տեղահանության հրաման է։ Ինչ նպատակ էր կոնկրետ հետապնդում դա, այսինքն Արցախահայությանը բռնի տեղահանել, որից հետո փոխել, ինչպես դուք ասացիք, մշակութային լանդշաֆտը, անարգել, ոչնչացնել մշակութային ժառանգությունները, թե այլ ավելի հստակ ու կոնկրետ նպատակ էր հետապնդում Ադրբեջանը այս քայլով։ Եվրոպական խորհրդարանը այս համակցված քաղաքականությանը անվանեց էթնիկ զտում եւ էթնիկ զտումը չի կարելի մեկնաբանել լոկ 1 հանցագործություն։ Էթնիկ զտումը պատերազմական հանցանքներն են, ցեղասպանության, նույն անգամ մտադրության ապացույցն է, հա, երբ թեև եւ անգամ եթե չկա ցեղասպանության գործադրման ուղիղ հնարավորություն, բայց կա ցեղասպանության իրականացման մտադրություն, սա նույնպես խիստ վտանգավոր է։ Էթնիկ զտումներն են նաև բռնի տեղահանությունը եւ համայնքների կենսագործունեության կասեցումը, տարածքի իսլամացումը, տարածքի ադրբեջանականացումը, տարածքի էթնիկ կազմի փոփոխությունը, լանդշաֆտի փոփոխությունը, այն ընդգծված ռազմավարություններ, որին ենթարկվում է այսօր Արցախի բնապատմական լանդշաֆտը, այսինքն հայերին մաքրել տարածքից, կեղծել պատմությունը, խեղաթյուրել պատմական ժառանգության առկա փաստերը, այն փաստերը, որոնք հնարավոր չէ խեղաթյուրել, ոչնչացնել այդ փաստերը եւ մշակութային ժառանգության եւ ազգի գոյության հիմք համարվող մարդկանց պարզապես հեռացնել տարածքից, տարբեր ռազմավարություններ օգտագործելով, մաքրել տարածքը եւ ծառայեցնել սեփական նպատակներին։ Եվ երբ այս քաղաքականությանը մենք անվանում ենք էթնիկ զտում, սա հենց այն ամենածանր եւ ամենախորը բնութագրումն է, որ հնարավոր է անել։ Տեսեք նաև միջազգային շատ դերակատարներ նշում են թե Լեմքինի ցեղասպանությունների միջազգային ինստիտուտը, թե վերջերս նաև ցեղասպանությունով զբաղվող միջազգային տարբեր կազմակերպություններ եւ մասնագետներ համատեղ հռչակագրով հանդես եկան 2024 թվականի վերջին, որ այս գործողությունները, հուշարձանների ոչնչացումը, բռնի տեղահանությունը համարեցին ցեղասպանության գործողություն։ Ինչու է սա ցեղասպանություն, փորձեմ փոքրինչ մանրամասնել։ Տեսեք, ցեղասպանությունը միջազգային օրենքներում մեկնաբանվում է հետևյալ կերպ, որ այն խաղաղ բնակչության դեմ ուղղված, որպես խումբ, հա, ամբողջապես խմբին ուղղված գործողություններ են, որոնց նպատակը խումբը ոչնչացնելն է, բայց ոչ միայն խումբը ոչնչացնելը, այլ նաև ոչնչացման մտադրություն ունենալ կամ ի վերջո նպատակ ունենալ խմբի ոչնչացմանը։ Եվ խմբի ոչնչացում ասելով մենք նաև նկատի ունենք ոչ միայն խմբի ֆիզիկական բնաջնջումը, այլև նրա մշակութային ինքնության ոչնչացումը։ Եթե մշակութային ժառանգության ոչնչացումը լուծում է խմբի պատմության, ինքնության ոչնչացման ապացույցների հարցը, ապա բռնի տեղահանումը որոշում է նաև ապագայում խմբի վերստեղծման հարցը։ Եվ երբ խնդիրը դիտարկվում է ցեղասպանության հայեցակարգի ներքո, ապա մենք նկատի ունենք, որ հուշարձանների ոչնչացումը ցավ է պատճառում եւ կորուստ է ոչ թե մեկ մարդու, այլ խմբի։ Եվ հուշարձանների ոչնչացումը հոգեկան սուր ցավ է պատճառում խմբին որպես ամբողջություն։ Եվ հետևաբար հուշարձանի ոչնչացումը ունի համակարգային վնաս, համակարգային խնդիր, որն ուղղված է խմբին որպես ամբողջություն։ Եվ երբ մենք ոչնչացնում է իրողությունը եւ ապագայում վերստեղծումն է կասեցվում, ապա այս ողջ խնդիրը բռնի տեղահանության մեկտեղ ցեղասպանության հայեցակարգի եւ լայն հայեցակարգի մեջ է տեղավորվում։ Եվ վերջում Տիկին Տիգրանյան, կփաստեք դուք մշակութաբան եք, որ գոյություն ունի մշակութային ինքնորոշում հասկացություն։ Արդյոք Արցախահայությունը այս պահին ունի դա ձեռք բերելու կամ դրան հասնելու որևէ մեխանիզմ կամ հնարավորություն։
Ինքնորոշման բնականաբար իրավունք ունի Արցախահայությունը, բայց եթե դիտարկում ենք դա մշակութային տեսանկյունից, ապա ինքնորոշումը բնապատմական լանդշաֆտում եւ սեփական համայնքի հետ կենսագործունեության, ակտիվ շփումների, փոխշփումների, սեփական ժառանգությունը պահպանելու իրողություններում է հնարավոր, բայց երբ ժառանգության անընդհատության գործընթացի կասեցման հետ մենք գործ ունենք, որով բռնի տեղահանությամբ փաստորեն կասեցվեց ոչ միայն նյութական ժառանգության հետ հաղորդակցումը, այլև ոչ նյութական արհեստների, ծեսերի վերստեղծման, պահպանման հնարավորությունը, որը հնարավոր է միայն համայնքի անդամների հետ փոխշփումների ընթացքում։ Այս ամբողջ process-ի կասեցումը միջազգային իրավունքի ներքո հենց համայնքների կազմաքանդում է ենթադրում եւ երբ կազմաքանդված է համայնքները, երբ փոխշփումները ոչ այնպես են ինչպես իր բնապատմական լանդշաֆտում, ապա այստեղ մենք գործ ունենք իրավունքների տոտալ ոտնահարման եւ ավելի ծանր խնդիրների հետ, քան կարելի է պատկերացնել։ Սա աշխարհի մշակութային բազմազանության գույնի բազմազանության էթնիկ խմբի ոչնչացում է, որովհետև ժողովրդի ֆիզիկական ներկայությունը իր բնապատմական լանդշաֆտից հեռու այլ վայրում դեռևս ինքնության, շարունակականության երաշխիք չէ։ Շնորհակալ եմ հարցազրույցի համար։ Հիշեցնեմ, որ իմ հյուրը մշակութաբան Արմինե Տիգրանյանն էր, հաջողություն։